Բարի երեկո, հանդիպում փաստաբանի հետ է եթերում, ես Արտուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ փաստաբան Դավիթ Թումասյանի հետ, բարի երեկո, պարոն Թումասյան։ Պարոն Թումասյան, խոսենք այսօր հարկադիր աշխատանքը եւ դրա բացահայտումների մասին եւ այսպես առաջի հարցը որպես այդպեսին արկա է Հայաստանում հարկադիր աշխատանքը եւ ինչպես է, այն դրսեւորվում։ Շնորհակալություն հարցի համար, այո, Հայաստանում ցավոք սրտի հարկադիր աշխատանքը արկա է։ Շատ երկար ժամանակ մենք չենք ընդունում այդ երևույթի առկայությունը Հայաստանում, ինչից ելնելով այդ դեպքերը չէին բացահայտվում եւ չէին գրանցվում։ Ավելին մենք ի սկզբանե ունեինք նաեւ անկատար օրենսդրություն այդ առումով եւ միայն 2000 թվականին, երբ որ ընդունվեց ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին կոնվենցիան եւ դրա կից արձանագրությունները, այնտեղից սկսած մենք սկսեցինք որոշակի աշխատանքներ իրականացնել։ Միայն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքում մենք առաջին անգամ որպես շահագործման ձև դիտեցինք հարկադիր աշխատանքը։ Բայց դրա սահմանումը ունեցա միայն 2015 թվականին սահմանադրության մեջ դրա հատկանիշները ներկայացնելով, այլ ոչ թե ամբողջական եզրույթը ներկայացնելով։ Իհարկե այդ փուլում օգնության եկավ աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաները, որոնք ասում են, որ հարկադիր կամ պարտադիր աշխատանքը դա այնպիսի աշխատանքն է կամ ծառայությունն է, որը իրականացվում է որևիցե պարժի սպառնալիքի ներքո եւ որի վերաբերյալ անձը չի հայտնել իր համաձայնությունը։ Այսինքն դա նշանակում է, որ պիտի աշխատանքը լինի հարկադիր, մենք պետք է ունենանք սպառնալիք, որը կիրառվում է անձի նկատմամբ, եւ մենք պետք է ունենանք համապատասխան կամ արտահայտության բացակայություն կամ անտեսում, երբ որ անձին հաշվի չեն առնում, ցանկանում են այդ աշխատանքը կատարել թե ոչ։ Առավել եւս այդ խնդիրը սրվում է, երբ որ մենք սկսում ենք դա նայել գործատուի համատեքստում եւ շատ հաճախ պրակտիկան, նաեւ հայաստանյան պրակտիկան, մենք ունենում ենք խնդիր բարձելու, արդյոք մենք ստեղ ունենք սպառնալիք, թե այստեղ ունենք նախազգուշացում։ Օրինակ, երբ որ գործատուն աշխատողին ասում է, եթե մյուս անգամ սա կրկնվի, ես քեզ կազատեմ աշխատանքից, այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ պայման է ներկայացնում գործատուն։ Եվ եթե այդ պայմանը իրավաչափ է եւ օրենքով նախատեսված, դա համարվում է նախազգուշացում։ Բայց եթե ինքը ոչ իրավաչափ եւ օրենքով չսահմանված պահանջներ է ներկայացնում, դա դիտվելու է որպես սպառնալիք։ Բերեմ օրինակներ, որ ավելի պարզ լինի։ Եթե օրինակ աշխատողը հարբած վիճակում գալիս է աշխատանքի վայր եւ գործատուն հայտնում է, եթե մյուս անգամ ալկոհոլ օգտագործած վիճակում գաս աշխատանքի ես քեզ կազատեմ, սա հանդիսանում է նախազգուշացում։ Ինչու, որովհետև աշխատանքային օրենսդրությունը թույլ է տալիս թմրամիջոցի կամ ալկոհոլի ազդեցության տակ աշխատանքի ներկայացած անձի նկատմամբ կիրառել տարբեր կարգապահական միջամտություններ, ներառյալ նաև աշխատանքից հեռացումը։ Սա իրավաչափ գործողություն է, այստեղ չկա սպառնալիք, անգամ եթե աշխատողը դա ընկալի որպես սպառնալիք։ Բայց եթե գործատուն իր աշխատողին ասում է, որ եթե դու քո պարտականություններից դուրս պարտականություններ չկատարես, օրինակ հավաքարարություն չանես, կամ իմ համար սուրճ չեփես, կամ սա չանես, նա չանես, ես քեզ կազատեմ աշխատանքից, սա միանշանակ սպառնալիք է, որովհետև չի կարող գործատուն պահանջել աշխատողից այն լիազորություններ կամ գործառույթներ իրականացնել, որոնք որ չեն մտնում իր պաշտոնի անձնագրի մեջ, կամ նախատեսված չեն աշխատանքային պայմանագրով, կամ չեն բխում համաձայնությունից։ Առավել վատ դրսևորումները դա արդեն ծեծել, ընտանիքին վնաս պատճառել, վարկաբեկող տեղեկատվություն տարածել եւ այլն է, որը որ սպառնալիք է։ Ինչ ցուցումներով է հնարավոր բարձել աշխատանք հարկադիր է թե ոչ։ Ցուցիչները, որոնք որ մենք օգտագործում ենք հարկադիր աշխատանքը բացահայտելու համար, նույնպես նախատեսված են միջազգային չափորոշիչներով եւ բնութագրական են յուրաքանչյուր հատկանիշին, օրինակ կամքի բացակայությանը, կամքի անտեսմանը, սպառնալիքի առկայությանը եւ մի քանի օրինակներով փորձեմ ներկայացնել, թե ինչպես կարող են նույն քաղաքացիները որոշ իրավիճակներում պարզել իրանց նկատմամբ կիրառվում է հարկադիր աշխատանք թե ոչ։ Օրինակ, եթե անձին հնարավորություն չեն տալիս հրաժարվելու աշխատանքի կատարումից կամ նրա նկատմամբ մշտապես կիրառվում է աշխատանքային ծավալի ավելացում առանց աշխատավարձի փոփոխության կամ նախնական համաձայնության։ Նայեք, եթե անձի հետ ի սկզբանե պայմանավորվում են, որ աշխատանքային գրաֆիկը նորմավորված չէ եւ դա ամրագրվում է աշխատանքային պայմանագրում, տրամաբանական է գործատուն կարող է անընդհատ ավելացնել այդ աշխատանքը, բայց ինքը չի կարող ոտնահարել աշխատանքային օրենսգիրքը։ Այլ հարց է, որ երբեմն աշխատանքի ծավալը սկսում է ավելանալ աշխատանքի իրականացման ընթացքում։
Եվ անձը սկզբից աշխատում էր առավոտվա 9-ից մինչև ժամը 6-ը, հետո դառնում է 7-ը, 8-ը, 9-ը, 10-ը դառնում են շաբաթ-կիրակի օրեր, եւ նրա մոտ որևիցե փոփոխություններ աշխատավարձի, այլ արտոնությունների, հավելավճարումների եւ այլն չի Ինչը մեզ մոտ շատ է այո, եւ արդեն այստեղ պետք է լինի դա ցուցանիշային։ Եթե դրանից հետո արդեն աշխատողը սկսում է պահանջներ ներկայացնել, տրամաբանական է, ձևավորվում է կոնֆլիկտ։ Եվ կոնֆլիկտի ընթացքում գործատուի դրսևորած վարկագծից է կախված լինելու, դա լինելու է հարկադիր աշխատանք թե ոչ։ Եվ եթե մենք ունենանք հարկադիր աշխատանք, այն միանշանակ հանգեցնում է պատասխանատվության։ Այլ հարց է, որ դրա ապացուցման գործընթացն է բավականին բարդ։ Եվ ինչ պետք է ունենա գործատուն, աշխատողը, որպեսզի կարողանա ապահովել այդ ապացույցների ամբողջականությունը։ Ցանկալի է ունենալ աշխատանքային պայմանագիր, որովհետև ցավոք սրտի գրանցված աշխատողների պարագայում ապացուցել, որ եղել է աշխատանքային իրավահարաբերություն բավականին բարդ է։ Երկրորդը, աշխատավարձի ստացման հետ կապված։ Եթե աշխատավարձը ստացվում է անկանխիկ եղանակով, այն շատ հեշտությամբ կարելի է պարզել, ինչ չափով է վճարվել, երբ է վճարվել, ինչ հաճախականությամբ է դա իրականացվել, բայց եթե այն վճարվում է կանխիկ, ընդհանրապես ճակերտավոր հաշվապահի տաբելում ստորագրություն իրականացնելով, ապա այստեղ կարող են լինել բավականին շատ կեղծիքներ եւ ինչպես օրինակ շատ քաղաքացիներ դիմում են, ասում են մենք ստորագրում ենք, բայց աշխատավարձ չենք ստանում, այսինքն փաստացի ստորագրությունը կա, բայց իրականում դրա վճարումը չի իրականացվել։ Երրորդը, եթե արդեն գործատուն սկսում է վերահսկողություն իրականացնել այդ աշխատողի անձնական կյանքը, որտեղ պետք է ապրել, երբ պետք է մոտենալ, ինչպես պետք է մոտենալ, երբեմն անգամ առաջարկում են բնակության վայր այդ նույն աշխատանքի վայրին շատ մոտ։ Եվ օրինակ ցավոք սրտի այդ խնդիրը շատ տարածված է գյուղատնտեսության ոլորտում, երբ որ տարբեր անասնաֆերմաներին կից ապրում են մարդիկ, երբեմն անգամ ընտանիքներով, եւ իրանք հանդիսանում են ոչ միայն այդ ֆերմայի աշխատողները, այլ նաեւ փաստացի այնտեղի բնակիչներ են եւ ունենում են կրկնակի կախվածություն իրենց գործատուներից, որովհետեւ ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ բնակարանային կամ նյութակենցաղային ապահովվածությունը հենց գալիս է այդ անձից։ Ում դիմել կասկածելի առաջարկների եւ հարկադիր աշխատանքների դեպքում, հա? Դիմելու տեսանկյունից մենք չունենք շատ դերակատարներ եւ ցանկացած մարդ, ով հայտնվել է նմանատիպ իրավիճակում կամ մտածում է, որ իր մերձավոր այո հայտնվել է այդ իրավիճակում, ինքը առաջնային պետք է դիմի կամ ոստիկանություն կամ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, որը պետք է աշխատանքային ցանկացած իրավունքի խախտման առնչությամբ բացահայտի արկա են խախտումներ թե ոչ եւ այդ խախտումները ինչ բնույթի են։ Եթե նրանք լինեն հանցավոր բնույթի խախտումներ, ապա դա արդեն իր ոլորտը չէ, պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իսկ եթե խոսքը գնում է համապատասխանաբար զուտ աշխատանքային օրենսգրքի որևիցե նորմի խախտման մասին, ապա այդ պարագայում դա իրականացնելու է հենց այդ տեսչությունը։ Համակարգ աշխատում է թե ոչ։ Այ հիմա դրա մասին ուզում ասեմ, որովհետև տեսչական բարեփոխումների շրջանակներում դեռ շատ անելիքներ կան, որովհետև ցավոք սրտի մենք երբեմն նկատում ենք նույն ավտոլվացման կետերում 16-17 տարեկան պատանիների աշխատանք, սուպերմարկետներում ոչ նորմավորված աշխատանք, բայց այդ աշխատանքի հայտնաբերման համար դեռ չկան բավարար ռեսուրսներ։ Այո, օրենսդրական փոփոխություններ իրականացվում են, թե ստուգումների մասին օրենքում, թե մյուս այլ օրենքներում, բայց միշտ գործատուները գտնում են ինչ-որ մի տարբերակ չգրանցելու աշխատողներին, առավել ևս անչափահաս աշխատողներին, կամ իրականացնել իրական եւ ոչ իրական աշխատավարձերի վճարում։ Երբեմն նաեւ գործատուներն են համաձայնվում նմանատիպ չակերտավոր գործարքի, ինչու որովհետեւ իրան ձեռնտու է լինել չգրանցված աշխատող տարբեր սոցիալական աջակցություն ստանալու նպատակով, որովհետեւ եթե ինքը ունի գրանցված աշխատանք, ինքը չի ընդգրկվելու փարոս ծրագրի մեջ, իր ընտանիքը չի համարվելու անապահով եւ նրանք զրկվելու են պետության կողմից տրամադրվող նպաստներից։ Այսինքն երբեմն այդ հանցավոր համագործակցությունը ինքը լինում է երկկողմանի եւ աշխատողը պետք է գիտակցի, որ ինչ որ մի պահին գործատուն կարող է սկսել դա օգտագործել իր շահերից ելնելով, գիտակցելով այդ աշխատողի խոցելի լինելը, կախյալ վիճակում գտնվելը եւ այլ հանգամանքները։ Համակարգի գործունեության հետ կապված կարելի է փաստել, որ
Անցյալ տարվա հուլիսի 1-ից կատարված փոփոխություններով քաղաքացիները արդեն կարող են նման հարցերի դեպքում ոչ միայն դիմել ոստիկանությանը, այլ անմիջապես դիմել նաև քննչական կոմիտեին, որը որ կնախաձեռնի համապատասխան քրեական վարույթներ, ինչպես նաև դիմել գլխավոր դատախազությանը կամ դատախազության մարմիններին նույն գործընթացը սկսելու համար։ Այսինքն, եթե անձը տեսնում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցավոր ոտնձգություն, մենք արդեն ունենք տարբեր մարմիններ, որոնք որ առաջին արձագանքման գործընթացը կիրականացնեն։ Եվ նաև այստեղ ինչպես որ ժողովրդի մոտ կա, հա, սևով աշխատելու, դա նաև հարկերից խուսափելու միջոց է, կարծես, ինչը որ նաև ձեռնտու է երևի աշխատողին չէ, բայց գործատուին գուցե։ Դրա համար ես ասացի, որ այդ գործարքը ինքը երկու ստեկ շահավետ է, երկու կողմերի համար էլ, գործատուն ինքը խուսափում է այդ հարկերից, ինքը ավելի շատ եկամուտ է ստանում դրա միջոցով, աշխատողը միաժամանակ կարողանում է ստանալ եւ աշխատավարձ եւ համապատասխան օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստներից եւ այդ համագործակցությունը իրանք դիտում են շատ արդյունավետ իրենց տեսանկյունից։ Այնքան ժամանակ միջև որ չի գալիս ինչ-որ մի խնդիր։ Նայեք, նման խնդիր մենք ունեցել ենք նաև շատ դեպքերում արտերկրներում, երբ որ աշխատանքային միգրացիայի շրջանակներում մեր հայրենակիցները մեկնում են այլ երկրներ աշխատելու, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Եվ շատ հաճախ այդ անձին ասում են, դե պայմանավորվել ենք ամսական $1500 գումար ստանալու, այդքան էլ ստանում ենք։ Բայց երբ որ անցնում է ինչ-որ մի ժամանակահատված եւ նրանց հաշվառումը ավարտվում է, եւ 6 ամիս անց ինքը արդեն հայտնվում է անօրինական միգրանտի կարգավիճակում Ռուսաստանի Դաշնությունում, այ իր անօրինական միգրանտ կարգավիճակը սկսվում է շահարկվել գործատուի կողմից։ Ինքը ասում է դու արդեն այլընտրանք չունես կամ պետք է թեկուզ եւ վատթարացվող պայմաններում շարունակես իմ մոտ աշխատել կամ ես քեզ կհանձնեմ միգրացիոն ծառայություններին, իրանք քեզ կվտարեն եւ դու ինչ որ ժամանակահատվածով առհասարակ չես կարողանա վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն։ Եվ այդ խոցելիությունը ինքը գալիս է հենց անձի ոչ հեռանկարային լինելուց։ Ինքը այդ պահին չի գիտակցում, ինքը լուծում է այո իրավիճակային ինչ-որ խնդիր, ստանում է ավելի շատ աշխատավարձ, գրանցված աշխատող չէ, բայց ինչ-որ մի ժամանակահատված անց այդ բոլոր առավելությունները դառնում են իր համար չարիքներ։ Եվ ինքը արդեն տոտալ կախվածության պայմաններում երբեմն ընդհանրապես չնչին գումարով, սնունդ ստանալով կամ ինչ-որ այլ հանգամանքներից ելնելով շարունակում է աշխատել նույն գործատուի մոտ։ Երբեմն այդ նույն աշխատանքը հետագայում վերածվում է շահգործման։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Այսօր այսքանը կհանդիպենք եկող շաբաթ։